Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդի եթերում հարցազրույցն է այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանին։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Երեկ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ արեց եւ բազմաթիվ հետաքրքիր տեսակետներ հնչեցրեց։ Ուզում եմ ձեզ համար առանձնացրած այն հիմնական դրույթները ներկայացնեք, որոնց տալիս եք առավելագույն կարևորություն։ Գիտեք, ինչպես ճիշտ ասացիք, որ մի քանի շատ կարևոր կետեր կան եւ ենթակետեր, աշխարհակական վերլուծություններ, բավականին հետաքրքիր եւ բացիբաց արդեն ասվեց, ինչ է Հայաստանի համար թրիպը, հա, որովհետեւ պետական PR-ը այլ բան է ասում, բայց գետնի վրա իրականությունը այլ է եւ այստեղ կարևորություն տրվեց նաեւ Իրանի եւ Չինաստանի դերը այս ամեն ինչում, որպեսզի Հայաստանը չներքաշվի մի գործընթացի մեջ, որից ինքը հաղթած հաստատ չի դուրս գա, հա, եւ բազմիցս ասվել է, որ եթե խոշոր աշխարհական կենտրոններ ինչ-որտեղ բախվում են, հա, դա պետք չի անել Հայաստանի տարածքում, որովհետեւ Հայաստանը շատ փոքր է, հա, որպեսզի դառնա եւ անպաշտպան, որպեսզի դառնա այդ բախման կիզակետ։ Դրա համար դա շատ կարեւոր բան էր, որոնց գծեց Ռոբերտ Քոչարյանը։ Ռուսաստանի հետ կապված, հա, այդ հիբրիդային պատերազմի բացատրություններ բավականին մատչելի, հա, որովհետև շատերը չեն պատկերացնում ինչ կլինի, եթե իրականում հիբրիդային պատերազմ սկսի, դա էլ բավականին մատչելի բացատրվեց, ընտրությունների գնալու խաղի կանոններ վերահաստատեց, չսահմանեց, բայց վերահաստատեց երկրորդ նախագահան, երբ որ ասեց Գյումրիի մոդելով, հա, որ ընդդիմադիր ուժը առավելագույն ձայն հավաքի, նաև ձևավորել է կառավարություն, այսինքն նշանակել է վարչապետ եւ նաև ցույց տվեց, որ որևէ ամբիցիա չկա, եթե ինքը ընդհանրենք առաջտեղ չբռնի Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը։ Դա էլ է շատ կարևոր, որովհետեւ մասնակից ուժերը ընդդիմադիր իրենք պետք է հասկանան ինչի համար են գնում եւ այդ աթոռակռիվը չկա, այսինքն յուրաքանչյուր խոշոր ընդդիմադիր ուժ իր մեջ արդեն պետք է որոշի եւ իմ կարծիքով ընտրություններից առաջ որոշակի պայմանավորություն ձեռք բերվի ջենտլմենական թե թղթի վրա, որ որևէ պարագայում եթե մի ուժ, մի դաշինք հավաքում է առավելագույն ձայներ, մնացած ընդդիմադիր ուժերը ու հաղթում են, հա, Նիկոլ Փաշինյանին, մնացած ընդդիմադիր ուժերը պետք է ուրեմն ընդունեն այդ որոշումը եւ հաշտվեն նրա հետ, որ վարչապետը լինել է այդ հաղթող դաշինքից կամ հաղթող կուսակցությունից։ Այսինքն պետք է ընդդիմադիր ուժերի մոտ ձևավորվի այն գիտակցումը, որ սա հերթական ընտրությունները չեն, այլ գոյաբանական նշանակություն ունեցող։ Սա գոյաբանական ընտրություն է, սա ընտրություն է Հայաստան մնալու եւ ինչ որ շանս ունենալու վերականգնելու ինքնիշխանությունը, իրական ինքնիշխանությունը կամ ուղղակի Հայաստանի դա էլ ընդգծեց երկրորդ նախագահը, որ Հայաստանի Հանրապետություն կլինի, բայց ինչ ֆորմատի կլինի այդ Հայաստանի Հանրապետությունը, դա պարզ չի, հա, դա կլինի ինչ որ ձևական, բայց վիլայեթի կարգավիճակով, դա ինքը չասում, ես եմ ասում, դա կլինի ինչ որ մասնատված, հա, ինչ որ առանց որևէ մի մարզի կամ երկու մարզի երկիր ավելի շատ դեմոգրաֆիական փոփոխություններով կլինի եւ այլն հնարավոր է այդ Հայաստանի Հանրապետություն անվանումը մնա աշխարհական քարտեզի վրա, բայց էությամբ ինքը դառնալու է ամբողջապես ուրիշ, հա, երկիր եւ երեկվա ասուլիսի ժամանակ ընդգծվեց, որ սա էության խնդիր է, հա, սա Հայաստանի Հանրապետության էության մասին է խոսքը գնում, այսինքն ինչ երկիր է լինելու կամ ինչ պետություն է լինելու դրանից հետո եւ վերջինը որ կուզենայի ընդգծել, բազմաթիվ լավ թեզեր կային, դա սահմանադրական փոփոխությունների, բարեփոխումների հարցներ, որովհետև նախագահի ինստիտուտի կամ կիսանախագահական կամ խորհրդարանական, բայց նախագահային երկրի ղեկավարին ժողովրդի ուղիղ ընտրությունով, հա, ընտրելու հնարավորությունը, որը շատ կարևոր է, որովհետև այս սուպեր վարչապետի հա պաշտոնը, որին հիմա տնօրինում է Նիկոլ Փաշինյանը, թույլ է տալիս այն, ինչ որ նա ուզում է անել եւ շատ լավ օրինակ էր հենց դատական իշխանության, որ փաստացի դատական իշխանությունը կամ բարձրագույն դատական իշխանությունը ինքը փաստացի նշանակում է իշխող
կառավարության կողմից, իշխանության կողմից, որը գլոբալ առումով абսուրդ է, որովհետև դատավորի հիմնական գործունեությունը դա անկախությունն է եւ տեսեք շատ է եղել որ 2-3 տեխնաց է եղել ԲԴԽ-ի դատավորի կամ չգիտեմ այլ վերաքննիչի վերապճռաբեկի դատավորի, բայց ազգային ժողովը անցկացրել է նրան, ով քաղաքականապես ավելի մոտ էր կամ ենթարկում էր իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, դա абսուրդ է, հա, այսպեսի բան չպետք է լինի եւ դատավորները իրենք գլոբալ առումով բոլոր մակարդակներով պետք է մաքսիմալ փորձեն իրենց անկախությունը պահել։ Կուզենայի անդրադառնայինք նաև Ռոբերտ Քոչարյանի կողմից Սաակաշվիլու հիշատակումը Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակով Ռուսաստանի դեմ գնալու, բայց երրորդ խաղացողի այո դրդմամբ դեմ գնալու հետևանքների մասին կարող ենք բացել փակագծերը, մասնավորապես ինչեր։ Իհարկե, բացենք գլոբալ առումով տեսեք, այսպեսի մի բան կա, որ հնարավոր է Ռուսաստանը լավ դաշնակից չէ, ինչ որ տվյալ բան, բայց Ռուսաստանը սարսափելի թշնամի է եւ պետք է փորձել այնպես անել, որ այդ երկրի հետ պահպանել բարի դրացիական, ազնիվ, շիտակ հարաբերություններ, ոչ վասալային, հա, բայց ամեն դեպքում հասկանալ ինչ երկիր է քո դիմաց, ինչ է պատրաստ քո համար անելու եւ ինչ է պատրաստ չներելու քեզ, հա, եւ Հայաստանի բախտը այդ կողմից բերել է ինչ առում, որ մենք մեր առջև ունենք օրինակներ, ինչ է կատարվել Վրաստանում, ինչ է կատարվել Ուկրաինայում, ինչ է կատարվում Մոլդովայում, ինչ է կատարվում շատերը ասում են մերձ Բալթյան երկրները առանց որևէ ինչ որ բանի են դուրս եկել, հա, խնդիրների կամ կորուստների, հիմա դրանց էլ կանդրադառնանք, չէ, բոլոր երկրները, որոնք բռնում են Ռուսաստանի հետ թշնամանալու ճանապարհ, բավական մեծ խնդիրներ են ունենում, որովհետև Ռուսաստանն էլ որպես խոշոր երկիր, չի սիրում, որ իր հաշվին որոշակի չափով մեծ թե փոքր գոյատևող կամ իր բարացակամությամբ գործող կամ ընկերական հարաբերություն ունեցող երկրները ինչ որ մի պահին ինչ-ինչ անձնական շահերի պատճառով ղեկավարները որոշում են թշնամանալ տվյալ երկրի հետ, հա, որովհետև Ռուսաստանը բոլոր այդ երկրներում ունի իր շահերը եւ ինքը իր շահերը պաշտպանում է այն ձևով, որը համարում է կիրառելի տվյալ երկրի համար, հա, մի երկիր Վրաստանը դա կարող է լինել օրինակ սանկցիաներ, պատժաչափեր, երբ որ երեք էլ այդ օրինակը բերվեց, երբ որ վրացիներին արգելվեց առանց մուտքի վիզայի այցելել Ռուսաստան, բիզնեսը կանգնեց, գինիները չեն վաճառվում, վրացիներին խաբել էին, որ ձեր գինիները Եվրոպայում կվաճառվեն, որևէ գինի Ասվեց Եվրոպան չի ուզում վաճառել։ Եվրոպան չի ուզում, որովհետև Եվրոպան ունի ամենայն հարգանքով, հա, եւ հայկական գինիները, եւ վրացական գինիները, բայց Եվրոպան ունի առնվազն նույն որակի, բայց շատ ավելի էժան ֆրանսիական գինիներ, իսպանական գինիներ եւ հունական գինիներ, եւ իրեն կարիք չկա, հա, մի հատ էլ վրացական, հայկական գինիներ բերել իրենց շուկա, հատկապես հաշվի առնելով ինչպես դիմադրության դա կարժանան նույն Ֆրանսիայի կամ Իսպանիայի կողմից, հա, եւ իրենք իրենց փորձի վրա զգացին Ռուսաստանի հետ գժտվելը ինչ է, բացի տնտեսական կորուստներից, նաև Վրաստանը Սաակաշվիլիի, այսպես ասենք, նախաձեռնողականությամբ, հա, իսկ այլ բառերով ավանտյուրիզմով գնաց եւ մտավ պատերազմի, ուղիղ բախման Ռուսաստանի հետ, ինչի արդյունքում ռուսական զորքերը արդեն Թիֆլիսի արձաններում են եւ միայն Սարկոզի հապճեպ այցը եւ հանդիպումը Ռուսաստանի ղեկավարության հետ բերեց նրան, որ ռուսական զորքերը հետ քաշվեցին Թիֆլիսից, բայց հիմա ներկայացին գտնվում են Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում եւ ոչ էլ զգացում են, որ ուզում են այնտեղից դուրս գան, ավելին ճանաչել են այդ հանրապետությունները եւ հաստատել են իրենց դիվանագիտական հարաբերությունները, այսինքն վրացիները տեսան այդ ավանտյուրիզմը ինչին է բերում, այդ դեպի Եվրոպա, բայց իրականում դեպի Թուրքիա գնալը ինչին է բերում եւ 15 տարի հետո մենք հիմա տեսնում ենք վրաց հասարակությունը ոնց է շրջվում դեպի adekvatություն, հա, ես չեմ ասում դեպի Ռուսաստան, բայց դեպի adekvatություն եւ օրինակ իրենք ամեն դեպքում որոշակի չափով պաշտպանելով Ուկրաինային բարոյական մակարդակով, հա, բայց հրաժարվեցին կատարել Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի պահանջը ուղիղ բախման մեջ մտնել կրկին Ռուսաստանի հետ, որովհետեւ 2008 թվականի օգոստոսի այդ պատերազմից հետո իրենք շատ լավ իրենց վրա զգացել են ինչ է լինում, եթե Ռուսաստանը անում է հիբրիդային եւ ոչ հիբրիդային գործողություններ, հա, մեր մոտ, չգիտեմ, ինչ որ
հոդվածներ կամ Սալավիևի ելույթ կամ չգիտեմ այլ ինչ-որ գործիչի Ռուսաստանի ելույթ, դա ներկայացնում են որպես հիբրիդային պատերազմ, այսինքն գիտեք շատ հեշտ բառեր են այսինքն արտասանում, բայց պատերազմ Աստված չտա որևէ խոշոր երկրի հետ, դա կլինի Ռուսաստան, Թուրքիա, Իրան, չգիտեմ, Եվրոպական միություն, ԱՄՆ, Չինաստան, մենք հայտնվենք հիբրիդային պատերազմ, որովհետև դա շատ ավելի ծանր եւ ցավալի հետևանքներ ունենալու։ Իսկ իշխանությունները գնահատում են այդ ծանրության աստիճանը, օրինակ հենց Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի հավանականությունը։ Ներկայային իշխանության հիմնական զբաղմունքը դա շատ կսմտոցներ են Ռուսաստանին, ոչ թե ինչ-որ իրական բախման գնալ, որովհետև այսպես ասեմ, մեծ ցանկություն կա այդ բախմանը գնալ, բայց ներկայային Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի ուղղությամբ, այլ նաև այլ երկրների, այլ խոշոր երկրների ինքը առաջ խաղացում ունի որոշակի եւ նախաձեռնողականություն աշխարհական հիմա Ռուսաստանի ձեռքում է։ Շատերը տեսնում են, որ Ռուսաստանը կարողանում է լեզու գտնել Տրամպի հետ, հա, եւ որոշակի կենտրոններում, հա, ինչ որ բանի գալ համագործակցության եւ այլն, եւ սա այն Ռուսաստանը չի Բայդենի ժամանակվա, երբ որ ինչ որ պայտակ ուկրաինական ռազմաճակատում Ռուսաստանը ունեցավ խնդիրներ եւ զորքերը դուրս հանեց Խարկովից եւ Խերսոնից եւ դրանից օգտվեցին եվրոպացիք կանչելով Փաշինյանին Պրահա եւ ստիպելով իրեն ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, որպեսզի դրանով կարողանան այնպես անել Ռուսաստանը Արցախից դուրս գա, ինչը այդպես էլ եղավ եւ հիմա այդ ժամանակները չեն։ Հիմա ցանկությունը շատ է Փաշինյանի մոտ, բայց մաքսիմալ ինչ ինքը կարող է անել, հոխորտալ, հա, արգելել որոշակի ռուսական եւ հայ գործիչներ Ռուսաստանից, արգելել իրենց մուտքը Հայաստան, հակառուսական տրամադրություններ գեներացնել մամուլի միջոցով, հեռուստատեսության միջոցով եւ այլն եւ նաեւ հարձակվել եկեղեցու վրա, այսինքն ինքը անում է այն, ինչ որ կարողանում է անել, այն ինչ որ այսպես ասենք իրեն թույլատրում է անել Ռուսաստանը։ Եվ այստեղ շատ կարևոր բան պետք է հասկանանք, հա, այս խաղաղությունը, որը ավետում է Փաշինյանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, դա շատ լավ է, իհարկե ոչ մեկին պատերազմ պետք չի, բայց միաժամանակ բախման գնալ Ռուսաստանի եւ Իրանի հետ, արդյոք այդ Ադրբեջանի հետ խաղաղության հաշվին Հայաստանը պետք է ունենա խնդիրներ եւ բախումներ Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Իհարկե ոչ, հա, եւ հայ ժողովուրդը պետք է դա հասկանա, որ այս քաղաքականությունը Ալիա Սահակաշվիլին կարող է բերել նաեւ դրան եւ Իրանը, տեսեք, վերջերս բավականին այլ լեզվով սկսեց խոսել Հայաստանի հետ եւ մի փոքր այսպես ասենք հոխորտանք եւ Հայաստանի իշխանությունները սկսեցին կատարել ինքնիշխան իշխանությունները սկսեցին կատարել Իրանի պահանջները, արգելել Իրանի դեսպանատան դեմ ցույցերը, որովհետեւ դեսպանը նկատողություններ արել, հա, եւ այստեղ չգիտես ինչի այդ ինքնիշխան մարդիկ, ովքեր հարձակվել են Սոլովիևի վրա, դեսպանին որևէ բան չասեցին, պարոն դեսպան, դուք ով եք, որ մեր ներքին գործերի նախարարությունը ցուցումներ տալ Հայաստանում հավաքները ոնց պետք է կազմակերպվեն, հա, որովհետև հասկացան, որ կարող է լրջանա եւ Իրանի քաղաքականությունն է փոխվել, որովհետև նույն Իրանում շատ վերջապես հասկացան, որ ռեֆորմատորների կառավարությունը տանում էր Իրանը դեպի կործանման եւ միայն այաթոլլահը եւ այաթոլլահին հավատարիմ, հա, Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության պահապանների, հա, այդ կառույցը իրեն կարողացան այդ Իրանի ներքին խժդժություններին վերջ տալ, որովհետև եթե լիներ Փեզեշկյանը, ինքը հարմար առիթով ուղղակի իշխանությունը կանցներ եւ կփախներ։ Դրա համար Իրանի տոնայնությունը որ փոխվեց, այստեղ հասկացան, որ դա այն դեսպանը չի Սողբանին չի, որը միշտ պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին, դա եւ շատ հավատում էր նրանց։ Եվ Արաքչին չի, եւ չգիտեմ Փեզեշկյանը չի, որոնք ամեն պատեհ առիթով ասում են, որ օրինակ թրիպը դա իրենց համար վտանգ չի ներկայացնում եւ հավատում են Վահան Կոստանյանի խոստումներին, հա։ Եվ նույնն էլ այստեղ, նույնն Ռուսաստանի մասով, տեսեք հիմա չեմ ուզում ընդհանրապես ասեմ, ինչ որ կատարում է Ուկրաինայում եւ չեմ ուզում դա որևէ ձևի արտապատկերել Հայաստանի իրականության վրա, ասված իհարկե Եվրոպայի այդպիսի բանից։ Եվրոպական երկրները սկսել են հաշվել, թե որքան լոմար աջակցություն են տրամադրել Ուկրաինային, որ հետո հետ պահանջեն։ Դա են պահանջել, տեսեք, Ուկրաինան ինչն էր խնդիրը, Ուկրաինան ցանկանալով, որ
Ռուսաստանի ռազմաբազան չլինի, ուրեմն Սևաստոպոլում, հա, չցանկանալով Կրիմին եւ Սևաստոպոլին որոշակի կարգավիճակ տալով եւ չցանկանալով, որպեսզի օրինակ նույն Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովուրդը պաշտպանված լինի առնվազն իրենց հավատքի կամ լեզվամտածողության մասով, համարելով որ դա Ուկրաինայի ինքնիշխանության վրա է ազդում, հիմա պատրաստ են այլ պետությունների զորքերը, որ տեղակայվեն իրենց մոտ, պատրաստ են իրենց ընդերքը տան ամերիկացիներին, մի ժամանակ արդեն հասել են այն վիճակի, որ ԱՄՆ-ի դեսպանն էր նշանակում կառավարությունների անդամներին եւ երբ որ Ուկրաինայի գլխավոր դատախազը բացահայտում էր որ Բայդենի որդին կոռուպցիոն սկանդալի մեջ է ընկղմվել, հա, ինչ եղավ, ուղղակի բանին դատախազին հանեցին, հա, հանեցին եւ նույնիսկ սպառնացին, որ բանտարկելու են, այսինքն այս ինքնիշխանության մոդելը դա ամերիկյան, ավելի ճիշտ արևմտյան գլոբալիստական ինքնիշխանության մոդելը, որի մեջ մտնում է, որ ինքնիշխան երկիրը պետք է գտնվի թշնամանական հարաբերությունների Ռուսաստան, հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ, դա իրենց ինքնիշխանության մոդելը եւ այլ երկիր, նայած ով է տիրություն անում տվյալ երկիրը, որ աշխարհական կենտրոնը, այդ երկրի դեսպանը կամ այդ միության դեսպանը կացով պետք է դուրը բացի, վարչապետի կամ նախագահը եւ պարտադիր իրեն անել եւ ասել այն ինչ որ ցանկանում է, չգիտեմ, Եվրոպան կամ ԱՄՆ-ն։ Սա այդ ինքնիշխանության մոդելը եւ Հայաստանը այդ ուղղությամբ գնում է, բայց էլ եմ ասում, դեռևս Փաշինյանը չի համարձակում անել շատ կտրուկ քայլեր, որովհետեւ Ռուսաստանը, տեսեք Ռուսաստանի մասին այդպիսի պատկերացում կա, որ օմոմրասիու նի պանյաց, հա, եւ ինչպես կպատասխանի Ռուսաստանը, երբ որ հասկանալի չէ կարմիր գծերը հատվել է, ուղղակի չի արձագանքի, թեթև կարձագանքի, տնտեսապես կարձագանքի, ռազմականապես կարձագանքի անհնար է, հա, հաշվարկել Ռուսաստանի քայլը, Ռուսաստանը նույնիսկ այն իր ամենաթույլ վիճակով, հա, Ելցինի ժամանակը մեկ էլ պայտակ գնաց եւ ՆԱՏՕ-ի քթիթա Կոսովոյի օդանավակայանը գրավեց, հա, ոչ մեկ չէր սպասում, բայց արեցին, այսինքն անկախատեսելի երկիր է եւ այդ վախը անկախատեսելիության, չիմացության ինչ է կատարվելու, դա ինչ որ ձևի զսպած շապիկ է, բայց ելի եմ ասում, այն պահին, որ Փաշինյանը զգա, որ կարող է անել այն քայլերը եւ Ռուսաստանը կամ չի արձագանքի, կամ կուշ կարձագանքի, կամ ընդհանրապես տկած կունենա, ինքը շատ արագ կվերջնականացնի այդ process-ը, որի վերջին նախավերջին կետը դա լինելու է ուրեմն սահմանապահների հեռացումը հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններից եւ ռազմաբազ պահանջ, որպեսզի ռազմաբազան դուրս բերեն Հայաստանի տարածքից, այսինքն դրանից հետո կարելի ասել, որ Ռուսաստանի ներկայությունը եւ ազդեցությունը Հայաստանում ինքը զրահանալ է, որովհետեւ այն բիզնեսներն կխլեն, իսկ գիտեք, այստեղ բավականին շատ ներդրումներ ունի արած Ռուսաստանը, բայց եթե այդ ներդրումները չեն պաշտպանում ոչ մի ձև, բարձ է որ դա այդ ձեռքից կառնեն, այսինքն Ռուսաստանում են դա շատ լավ հասկանում, այսօր էլ կարծեմ ԱԳՆ-ն բավականին խիստ գնահատականներ է տվել այս ամեն ինչին։ Հիմա ուղղակի նայենք ինչով է վերջանում, որ դեմ ասեմ Փաշինյանի ցանկությունը մեծ է, Փաշինյանը արդեն բացահայտ ասեց, որ Ռուսաստանն ու առնվազն եկեղեցու միջոցով հիբրիդային պատերազմ է անում, բայց մինչև հիմա խուսափում են, որ լրագրողները հարցնում են կոնկրետ ինչ որ մեղադրանքներ ներկայացնի, չգիտեմ, Պուտինի հասցեն եւ այլն, որտեղ ինքը գնում է հանդիպում Պուտինին եւ այդ բանը չի ասում։ Դրա համար անդրադառնալով այդ հիշատակումների Ուկրաինայի եւ Սահակաշվիլու, տեսեք ինչ է կատարվում հիմա Ուկրաինայի հետ եւ տեսեք ուր է Սահակաշվիլին հիմա։ Ի վերջո մենք Ուկրաինայի ոչ մարդկային, ոչ տնտեսական, ոչ ռազմական, ոչ տարածքային ռեսուրսներ ունենք։ Տեսեք, ճիշտ եք ասում, Ուկրաինան կարող է իրեն թույլ տա, չնայած երևի ցանկություն չունի, բայց 5 մարս կորսնի, չգիտեմ, 10 միլիոն փախստական ունենա, չգիտեմ, 100,000-ավոր զոհեր ունենա, մենք նույնիսկ 1 մարս չենք կարող մեզ թույլ տալ կորսնելու եւ տեսեք օրինակ Խարվաճարի կորուստը, հա, ինքը բերեց միանգամից 3 մարզի անվտանգության խնդիրների, հա, Վայոց ձորի, Եղարքունիքի եւ Սյունիքի, հա, մի Խարվաճար այսքան խնդրի բերեց, իսկ պատկերացեք Աստված չտա, եթե էլի ինչ որ խնդիր կունենանք, ու առնվազն տեսեք, հիմա ադրբեջանցիները որտեղ կանգնած են նույն ջերմուկում, դա անմիջական սպառնալիք է ջերմուկ քաղաքին, ինչքան են մեզ փորձեն համոզել, որ այնտեղ ամեն ինչ լավ է, որովհետեւ խնդիր կա անվտանգային, իսկ Թշնամական երկրի զինված խմբավորումները անօրինական ձևով գտնվում են մեր սահմանի տարածքում եւ դեռևս պարզ չի
ինչ է լինելու հետագայում, որովհետև մենք չենք տեսնում Ալիևի կողմից, այսպես ասենք, բարի դրացականություն։ Ալիև ուղղակի կամ իրեն ասել են, կամ ինքը փորձում է իր մեջ զսպել, հա, այդ ռազմատենչ բաներ ասել անընդհատ Հայաստանի հասցեին, որովհետև Նիկոլ Փաշինյանը պետք է վերընտրվի եւ Նիկոլ Փաշինյանը վաճառում է հայ ազգի վրա այսպես ասենք խաղաղություն, որը պարտվողականություն է, հա, դա խաղաղություն չի, դա Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջների կատարումն է, բայց եթե Ալիևը շարունակի հողորտալ, Հայաստանում կարող են առաջանալ տրամադրություններ, բայց ինչ խաղաղություն է մեր վրա վաճառում, պարոն Փաշինյան, եթե բան Ադրբեջանը չի հանգստանում, դրա համար դուք կտեսնեք, որ վերջի ամիսներին երբ 1-2 անգամ է Ալիևը որոշակի բաներ ասել, բայց հիմնականում փորձում են զսպել նույնիսկ Արևմտյան Ադրբեջանից շատ քիչ են խոսում, հա, բայց տեղ եկած վաղտը հատկապես միջազգային հանրության ներկայությամբ ասում են, բայց ոնց փորձում են խղճալ Փաշինյանին, որովհետև գիտեն, որ եթե Փաշինյանի փոխարեն գա այլ առաջնորդ, ապա այդ իրանց բռնած բինգոն, հա, այլևս երբեք չի լինելու եւ որևէ Հայաստանի առաջնորդ երբեք չի լինի այդպիսի գտածո եւ այդպիսի բարեհամբույր։ Ինչու են ԿՊՀ-ականներն այդքան ծառայություններ տանում բանակի հարցը, հատկապես Քոչարյանի ղեկավարման տարիներին։ Նայեք, Քոչարյանի իշխանությունից հեռանալուց հետո բազմաթիվ հեքիաթներ սկսեցին գեներացվել, բանակում կներեք Տրուսիկ Մայկա չկար, չգիտեմ, Ղարաբաղում ջուր չէին տալիս մարդկանց Հայաստանից եկածներից, հա, 4 միլիարդ, եսի միջոր բաներ, հա, բայց իրենք ինչ-որ բան գեներացնում են, իրենք մնում են դրա տակ։ Հիմա տեսեք, Արեն Սիմոնյանը գեներացնում են, որ իր ժամանակ բանակում շատ վատ է եղել, Տրուսիկ Մայկա չի եղել, ժողովուրդն ինչ-որ կոշիկներ արել, սապոգ արել եւ այլն բան։ Դիցուկ։ Արեն Սիմոնյանը չի նկատում, որ իր դիմացը, ամբիոնի դիմաց, դահլիճում նստած է Գագիկ Պասպորտով Գուրգեն Մելքոնյան, գեներալ, որը եղել է այդ տարիների թիկունքի պետը, ոչ թե ինչ-որ սովորական գեներալ կամ այն մարդը, որը պատասխանատու է դրա համար։ Այդ ձեր նշած պարագաների համար։ Հա, դու վրա ես մունատ գալիս, Ալեն, հա։ Այստեղ հա իհարկե կարելի է երկրորդ նախագահային որոշակի ձևով մեղադրել, որ իր ժամանակ այդ մարդը աշխատել է, հա, բայց այդ մարդը միանգամից դուրս է թռել պաշտոնից, որովհետև այսպես ասենք խախտել է սպայի խոստումը, կոչումը եւ միացել է, այսպես ասենք, դուրս է եկել երկրի գլխավոր հրամանատարի այն ժամանակվա բանով սահմանադրությամբ դեմ, հա, եւ դրա համար պրոբկի նման թռավ։ Բայց մինչեւ այդ Ալեն Սիմոնյան, ով է քեզ թալանել, հա, ով է քեզ բան ստիպել, որ դու տկդոր մանգաս կամ դու գնաս, չգիտեմ, բանակից դուրս գաս չասից գնաս ինչ որ տեղերը հաց ուտես, որ չգիտեմ, բայց մենակով էլ հաց ուտել չի կարելի, դա դեռ բավականին ընդունելի չէ։ Այսինքն, խնդիրը ել եմ ասում, միգուցե եւ իհարկե եղել են այդպիսի բաներ, հա, ինչքանով է համատարած եղել, թե համատարած եղել, դա մի կողմ դնենք, բայց եկեք պատժեք անմիջականից, եկեք մի հատ Ալեն Սիմոնյան թող դատական հայց առաջացնի Գուրգեն Մելքոնյանի նկատմամբ, որը որպես թիկունքի պետ չի կատարել իր պարտականությունն, ինչի պատճառով Ալեն Սիմոնյանը ունեցել է հոգեբանական ինչ-որ խնդիրներ, հա, նեղվել է, հա, այսպես ասենք։ Մի հատ դրանից սկսեք, հետո անցեք Ռոբերտ Քոչարյանին, հա, միգուցե այլ ասեք, ինչ է այս մարդը ծառայել եւ ղեկավարել բավականին մեծ կառույց, բայց ասում ես բնել արա, էլի, այսինքն եւ մնացածներին է վերաբերում։ Եթե հիմա բոլոր այդ հեքիաթներով գնանք, բոլոր հեքիաթների մեջ ինչ որ ձևի մի քպեական է դուրս գալու, որը նախկինում այս խնդիրները առաջացրել է այդ մարդկանց համար, բայց իրենց չգիտես ինչի ձեռ չեն տալիս։ Հիմա բանակի հետ կապված ասենք, հա, այն ժամանակվա։ Առաջինը նոր է ձևավորվում բանակը, որովհետեւ 93 թվականի, 94 թվականի ավարտից հետո անցել էր 4-ից 10 տարի, այսպես ասենք, այդ Քոչարյանի ժամկետները։ Ինչը շատ փոքր ժամանակ է։ Դաժան բան ասեմ, ուրեմն ծնողը թեկուզ կարողանում էր իր որդու համար մայկա առնել, սապոգ առնել եւ այլն, ներկա պահին ու առնվազն 5000 ծնող չի կարողանում եւ չի կարողացել իրենց որդիների համար ինչ որ բան առնելու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության
պատասխանատուների պատճառով այդ 5000 հոգին գտնվում են հիմա Եռաբլուրում, այլ ոչ թե ողջ առողջ քայլում են, այսինքն որն էր ավելի գերադասելի ընտրությունը, հա, որ մի փոքր ինչ-որ շորի խնդիր լինի, թե ընդհանրապես զավակը կորցնելը, այսինքն մի քիչ դրա մասին են մտածեք, որովհետև կլուբնիկի PR-ով եւ չգիտեմ խորովածի PR-ով PR-վում եք, բայց անվտանգային առումով էլ եմ ասում, խնդիրներ եք առաջացրել հազարավոր ընտանիքների համար։ Դրա համար տեղեր կան, որ էլ եմ ասում, այդ ծանրաձողը պետք չի բարձրացնել, որովհետև չես կարողանա դա պահես եւ դա շուռ է գալու քո վրա։ Կան շատ ավելի շատ հետաքրքիր թեմաներ, որտեղ կարելի է ինչ-որ ձև մեղադրել կամ քննադատել, բայց այն թեմաների մեջ մտեն, որ առնվազն երկիրը պաշտպանված էր եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ համարյա բախում չէր եղել է մի բախում իմ հիշելով այն է եղել ընտրություններից հետո 2008 թվականին Լևոն Արխի մոտ բան է եղել ադրբեջանցիները փորձել են դիր գրավել եւ այնպես են ջախջախվել, հա, որ դա տևեց երևի մի քանի ժամ։ Այսինքն սա է եղել, փորձել են օգտվել Հայաստանում անկայունությունից, հա, որ եղել է մարտի 1, չգիտեմ եւ այլն։ Բայց միանգամից ատամներին կերան։ Այսինքն իսկ մինչեւ դա որևէ, այսպես ասենք, կոնֆլիկտ կամ բախման բան չկար Ադրբեջանի կողմից։ Հիմա հարց է առաջանում, իհարկե կարելի է որ համ հակնված լինեն, համ կերածնեն, համ պաշտպանված լինեն, բայց էլի ընտրություն է առաջանում մի քիչ հակնված լինել, բայց ողջ առողջ լինելու պաշտպանված լինել, հա, այսինքն անվտանգության հաղթողի դիրքերում լինել, թե կլուբնիկ ու խորոված ուտել, բայց անընդհատ նահանջել, հազարավոր զոհեր կորցնել Արցախը եւ Հայաստանի տարածքում ներկայային ու առնվազն 240 կիլոմետրի վրա զորքեր են կանգնած։ Այսինքն իմ կարծիքով, եթե դու այսպիսի հարցեր ես գեներացնում, դու հաստատ չես կարողանա դրական դրատակից դուրս գալ։ Դրա համար եմ խորհուրդ տալիս, որ այս բանակի, Տրուսիկ Մայկայի, չգիտեմ, բանի թեմաները ավելի լավ է չմտնել, որովհետեւ եթե հարց է առաջանում ժողովրդին բադուկ ինչ է կարել, այդտեղ շատ են խնդիրները։ Պարոն Քոչարյան, ԿՊ-ականներին շատ էր վրդովեցրել նաև Արարատը եւ Ռուսաստանի հիշատակումը։ Ռոբերտ Քոչարյանը շատ երկրներից խոսեց, շատ առաջարկներ փաստացի ներկայացրեց, լուծումներ ներկայացրեց, բայց Արարատն ու Ռուսաստանը առանձնահատուկ ձևով են մտահոգել, զայրացրել ԿՊ-ականներին։ Ինչու՞։ Գիտեք ինչ նազարմանել, ես նույնիսկ նայեցի ԿՊ-ական падգամավոր, իմեջի վրա դրեցի, այդ կինը պատկերացնում եք ինքը Արարատն էր դրել քարտեզի վրա, Արարատն էր Թուրքիայում, հա, ինչ մեմ կաչած մա հայ ինչ բան էլի, այսինքն Թուրքիայի դրոշի վրա է լուսին կա։ Կներեք, էլի մենք կարող ենք դա մի հատ իր գոլեգա Արարատ Միրզյանին հարցնի, քո անունը դրել են մարզկենտրոնի անունով կամ գնա, չգիտեմ։ Թե տարածքային նկրտումներ են ունեցել Չէ, այնտեղ օրինակ քարոզչական իրանց գուրուներից մեկը, հա, Տարոն Չախոնին հարցնեն անունը երբ էս փոխում էլի։ Ինչա քո ձավթողական անունն էլի։ Արևմտյան Հայաստանի ինչա քո անունը Հայաստան ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվում, հա, անունը Բերներս, չգիտեմ, դիր այնտեղ անունը Վանաձոր դիր կամ չգիտեմ, Տաշիր դիր կա, չէ, Տաշիր հաստատ չի դնի, չգիտեմ, Գորիս դիր կամ ինչ-որ բան էլի, այսինքն ու շատ այսպիսի մարդիկ կան, հա, որոնք անուն են ստացել Արևմտյան Հայաստանից, այսինքն մի քիչ ձեզ բան արեք, ելի եմ ասում, սա այդ նույն բանից է, ինքը սկսում է խոսալ ու դրա տակը մնում է։ Ելի եմ ասում, Արարատ Միրզյանը հաստատ եթե ծնողներին հարցնի, հաստատ կասեն, որ դա ոչ թե մարզկենտրոնի կամ ֆուտբոլային ակումբի անունով չեն դրել, այլ դրել են Մասիս Սարի, այսինքն այնպեսի անբացատրելի հիստերիկա է, որ չգիտեմ, էլի նույնիսկ абսուրդի ժանրից է, չես կարող դրամաբանորեն այդ բանին հակադարձես, էլի մարդը չգիտեմ, ոնց որ թվում վամպիրները խաչից են վախում, սրանք էլ Արարատ են տենում վախենում, չգիտեմ, միգուցե հեսա շենքերն են կառուցելու Երևանում այնպես, որ պատանները Արարատի վրա դուրս չգան, կամ չգիտեմ, բաներում սահմանին ծուխ վառեն, որ Արարատը չերևա։ Դե Ռուսաստանի փողովել արդեն ամեն ինչ բարձր է, իրենց ասել են, որ պետքա ներկայացնենք ժողովրդին, որ ամեն ինչ մեղավոր է Ռուսը մեր թշնամին իրենք այդ գիծը բռնում են, բայց էլի անտրամաբանական է, որտեղ որ կոնկրետ սկսում ես հարցնել ինչի մեջ է կոնկրետ մեղավոր, շատ քիչ փաստարկներ կան։ Եթե Ռուսաստանը շատ վատն է, ինչ ես դու նոր տարուց առաջ գնում Ռուսաստան, ինչ ես դու երկու անգամ մի շաբաթվա մեջ գնում Մոսկվա։ Շնորհակալություն հայտնում Պուտինին արդյունավետ համագործակցության համար։ Ինչի, այսինքն այդ անհասկանալի է, եթե ստե ինչ-որ վխտում են ագենտները եւ այլն, ինչ ես դու գնում եւ ասում ես որ ստե ռուսական ՖՍԲ-ն է ինչ որ աշխատում, ինչ ես դու գնում Լուբյանկայի ֆոնի վրա նկարվում, ինչի էլի։
ուրիշ տեղեր կարող էր նկարել։ Այսինքն էլ եմ ասում, իրենք մի լավ բան գիտեն, Նիկոլ Փաշինյանը որպես փորձառու, այսպես ասենք, մեծադաշտի ներկայացուցիչ, ինքը շատ լավ գիտի, որ շատ դեպքերում որոշակի բան ապրում է մեկ օր եւ այդ մեկ օրը պետք է ապրացնեն։ Դրա համար իրենք ամեն առավոտ արտանում են, ինչ-որ մի բան գցում են ցանցի մեջ, սկսում է բուրը քննարկում եւ շարունակում են։ Այսինքն գլոբալ առումով զբաղացնելու ձևերը իրեն գիտեն, էլի, Եվ շատ լուրջ են մոտենում այդ հարցին։ բայց ամեն ձևին, եթե դու մոտենում ես եւ փաստարկված ես մոտենում, այնտեղ խնդիրներ են առաջացնում, որովհետեւ հիմնականում բոլոր թեմաները իրենք իրականության հետ որևէ կապ չունեն։ Անդրադառնանք նաև ազգային ինքնության հարցին։ Արարատի մասին իհարկե հիշատակությունը գնաց նաև եկեղեցու դեմ արշավին եւ Արարատ Միրզոյանի ելույթի բնորոշմանը Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Սա ինչ հստակ ազդանշաններ է տալիս այս իշխանություններին կամ հանրությանը։ Գիտեք, առնվազն ես հիմա տեսնում եմ ուշադիր հետևում եկեղեցու շուրջ ինչ է կատարվում։ Ես կարող եմ ասել, որ իշխանությունները ջաղջաղ պարտություն են կրել եկեղեցու դեմ պայքարում։ Արդեն պարտվել են։ Կարելի ասել, հա, որովհետև այն ինչ որ իրենք ցանկանում են, իրենք դա չստացան, հա, եւ հիմա այսպես հետ ցնցումներ են։ Այնտեղ մի քայլ ունի իշխանությունը անելու, կարող է եւ անի, հա, դա կաթողիկոսի կալանավորումն է։ Ուրիշ որևէ բան այլևս չի մնացել։ Նոր քրեական գործ են։ Որտեղ եկեղեցին քայքայել չստացվեց, հա, սկզբից փորձեցին այդ 10 տիրադավներով քանդել, եկեղեցին մնաց, հետո փորձեցին այդ քահանաների տիրադավների միանալու հիճկերտ սկսել, հա, էլի չստացվեց, որովհետև պատասխանը եղավ շատ ավելի տասնապատիկ անգամ շատ, եթե այս կողմից 20 քահանաներ, այն կողմից մոտ 200 քահանա իրենց հավատարմություն եկեղեցին բարեցին, որտեղ փորձեցին ինչ որ խաղեր տալ այնտեղ էլ չստացվեց, օրինակ Մասյացոտնի քահանաները ուղղակի ինչքան էլ իրանց ասեց, որ սա է լինելու ձեր ղեկավար, իրանք իրեն չեն ընդունում, որովհետև եկեղեցու կանոններով իրենք ընդունում են, որ Ռուբեն Վարդապետն է այնտեղ արդեն տեղապահ եւ ոնց որ ինքն է իրենց հոգեվոր առաջնորդը։ Եվ պետությունը իմաստ մտել է ինչ որ մի դաշտ, որը անհասկանալի է։ Օրինակ այս քրեական գործը հիմա չգիտեմ, Մասիս Մելքոնյանը կամ Կարեն Ֆարխոյանը իրենք կարգալույց եպիսկոպոսին նոր օծում են անելու, այսինքն Մասիս Մելքոնյանը մյուրո է, հա, բան ճակատին քսելու եւ ասելու է ես Հայաստանի Հանրապետության ուժով հռչակում քեզ եպիսկոպոս, էլի։ Սա է անելու, անհասկանալի ինչ են անելու, հա, հիմա սա ներ եկեղեցական, ոնց որ գիտեք ոնց է, պետությունը գնա ասի դու քո տղանը սխալ ես դրել, Իրանը ոչ թե չգիտեմ, A պետք է լինի, այլ B պետք է դնի ու կառավարության որոշում։ Ու եթե չկատարես, մենք քեզ քրեական հետապնդում։ Այսինքն մտել է մի բնակավարի մեջ, որտեղ ինքը չկա։ Օրինակ, միգուցե նաև փորձեն ինչ-որ բաներին, քահանաներին կամ եպիսկոպոսներին Վարդապետ Թոշակի ուղարկել, հա։ Այսինքն սա իրենց բան է, կոպիտ ասած չեմ ուզում համացնել, կան տարբեր ուրեմն կառույցներ, որոնց հիմքը այլ ձևի է կառուցվում եւ որի մեջ դու չես կարողանում մտնես։ Եվ դրա համար նույն Եվրոպայում քաղաքական ուժերը եթե չեն միջամտում եկեղեցու գործել։ Փորձեր եղել նույնիսկ եվրոդատարանները, որոնք ամեն դեպքում փորձում են բռնել պետությունների կողմը, բայց ամեն դեպքում երկու հայցով են մերժել են, երբ որ փորձել են խառնվել եկեղեցու գործողությունների մեջ եւ սա գիտեք ինչին է բերելու, որ կարող է, չգիտեմ, հետո զեղչվեն պատվիրանները, հա, օրինակ Փաշինյանը ասի, որ մենք որոշենք 10 պատվիրանի փոխարեն 7 աշխատի, չգիտեմ, են գողացիներ լինի, շնացիր լինի եւ այլն, որովհետեւ դա բան է, պոպուլար է ժողովրդի մեջ ինչ որ կարող որոշակի արձագանք գտնի, հա, չգիտեմ, գա ասի, որ պատարակի մեջ, չգիտեմ, այս երրորդ գործողության ժամանակ ես գամ բարաբան նվագեմ, հա, այսինքն ինչ որ բան անա կամ չգիտեմ քարոզի ժամանակ բան ասի որ կրթվել է նորաձև է, չգիտեմ, քահանան, այսինքն այս абսուրդի բանի աստիճանների է հասնում։ Հիմա այն ինչ որ ես ասում եմ, ասի ինչ абսուրդ բաներ է խոսում, բայց արդյոք абսուրդ չի, հա, կաթողիկոսի որոշման վրա ուրեմն եպիսկոպոս թեմա տալու այլ այսինքն ազատելու եպիսկոպոսին թեմի առաջնորդի պաշտոնից եւ նշանակել այլ մարդ, ընդ որում նույն թեմն է, որը հիմնադրել է կաթողիկոսը, հա, ու հիմնադրել է այդ անշնորհակալ մարդու համար։ Եվ հիմա կաթողիկոսը այդպիսի որոշումը դու ո՞նց ես դրա տակնում։ Ես ունենք առաջարկում եմ նաեւ Արցախի թեմի առաջնորդին կաթողիկոսը հանի եւ ինչ շատ հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանը,
ոնց է Արցախի թեմի առաջնորդ վերականգնելու, ոնց է Արցախ ասելու, Արցախի թեմի համար պայքարելու։ Ինձ էլ է շատ հետաքրքիր, ինձ թվում է նաև Հայաստանից դուրս բավականին հետաքրքիր հայացքներ կլինեն, ինչպես է բան ինքը պայքարելու Արցախի թեմը պահելու, պաշտպանելու եւ այդ մարդուն այնտեղ պահելու։ Այսինքն ելեմ ասեմ, մտել է մի բանի մեջ, որի տակից չի կարողանում դուրս գա եւ չի կարողացել քայքայել որոշակի չափով կարողացել է, բայց եկեղեցին կանգուն մնաց ներսից, դրսից փորձեց խառնել, չգիտեմ, պատրիարքարաններ, Արամ առաջին եւ այլն, այդտեղ էլ չաշխատեց, որովհետեւ շատ լավ, նույնիսկ ես ձեզ ասեմ, աղանդավորական կառույցները, հատկապես խոշոր կառույցները զուսպ են, որովհետեւ ինքը պատկերացնում է, որ վաղը կարող է Փաշինյանը գա ինչ-որ աղանդավորական ժողովի եւ ասի, այս հովիվը չի լինի, կլինի, չգիտեմ, Վագն Ալեքսանյանին կամ Գևորգ Պապոյանին ես կնշանակեմ, չգիտեմ, հովիվ ինքն է բան անելու եւ դու պետք է պահարկես տակ կամ դու պետք է այդպես անես, կամ չգիտեմ, դու պատարակը պետք է հասկացնես այս կանոններով, այսինքն գիտեք մտել են մի դաշտ, որը դարերով ձևակերպված է եղել եւ կանոնները ունեն պատմական հիմքներ, այսինքն ամեն ասած բառը մշակվել է դարերի ընթացքում, ամեն գործողությունն է, ընդ որում միջազգային ճանաչված բան է, հա, եւ չես կարող այդպիսի բանը։ Ժամանակավորապես կարես Հայաստանի պատմությունն է եղել բոլշևիկների ժամանակ էլ է եղել, դրանից առաջ էլ է եղել, հակաթորել է եղել եւ այլն, բայց իրենք բոլորը գնացել են եւ կորել են պատմության այդ բաներում երևեյցներում, բայց հայրաքելական եկեղեցին մնացել է, սա էլ է մնալու, էլի եմ ասում։ Խնդիրը որն է, կալանավորում է, կալանավայրը դառնում է վեհարան, հա, որտեղ վեհավար հայրապետը մնում է վեհավար հայրապետ, հա, չգիտեմ, չի գնա հաստատ Մուրադ Բեկյանի ճակատագրին արժանացնի կաթողիկոսին, բայց այստեղ այդ ամբողջ խնդիրն է, կաթողիկոսը եթե չի հանձնվում, ինքը ոչ մի բան չի կարող անել։ Մեկ, երկրորդ ինքը մտածել է, որ շատերը իր նման են, հա, մեկ համաձայնեք Նիկոլ Փաշինյանը բոլոր ճակատագրական պահերին, հա, փախել է, մարտի 1-ին փախել է, տակնվել է, նոյեմբերի 10-ին փախել է, չգիտեմ, էլի ինչ-որ բան է եղել, էլի բունկերում է եղել։ Այսինքն ինքը մտածում է, որ մնացածներին, եթե վախացնես, իրանք էլ կվախենան։ Բայց օրինակ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, Սամվել Կարապետյանի պարագայում կամ Գարգին Վեհապետի պարագայում ինքը մարդիկ ովքեր չեն կոտրվում եւ չեն հանձնում, ինքը իրենց այդ խնդիր ունի։ Այսինքն կարող է իրենց կալանավորի, ինքը կարող է իրենց որոշակի սահմանափակի ազատություն, բայց ինքը իր նպատակին չի ասում եւ դա եմը խնդրեմ է առաջանալ։ Եվ հիմա կաթողիկոսի բռնած դիրքը, որ A ինքը չի մտնում բախումների մեջ, B ինքը կարողանում է պահպանել կառույցը եւ G կառույցը սատարում է իրեն, հա, առանց վախի, առանց որևէ բանի, դա իր համար խնդրեմ է։ Ինձ համար խնդրեմը տեսեք, գիտեք ինչն է, ես երեք կարդացի, փաստացի եկեղեցականները ունենալով որպես զենք, այսպես ասենք, գիրք, հա, Աստվածաշունչ ու խաչ, շատ ավելի դիմադրող են, շատ ավելի կուռ են եւ շատ ավելի համախմբված են, քան ենթադրենք ժամանակին եղել է Հայաստանի ՊՆ-ի գենշտաբը։ Ակնարկար ավել քան խոսումներ։ Պարոն Քոչարյան, մեր զրույցի վերջում ուզում եմ անդրադառնալ նաև ներքաղաքական իրավիճակին, որն իր մամուլի զրույցի ժամանակ անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմության դիրքերին եւ ընդդիմության շուրջ տիրող իրավիճակին, այո։ Ինչ իրավիճակ է արդյոք եւ ինչ հստակ ուղերձներ դուք ստացաք երկրորդ նախագահի խոսքից։ Ինչ պետք է լինի այս ընտրություններին, իմ կարծիքով բոլորը պետք է գնան ընտրությունների, բոլորը անխտիր, այսինքն չնայած վիճակ հրապարակը հավաքեց անցել է գնացինք դաչա կամ ես այսօր սաղորը զբաղվել եմ դիտորդական առաքելության, բան չեմ հասցնում գնա, չէ, գնա առավոտը քվեարկի, գնա բարեկամի ծնողի բանի բոլորին տար ընտրատարածք։ Բոլորին պետք է համոզել, որ սա իրոք էության ընտրություն է, հա, սա սովորական ընտրություն չէ եւ կարելի ասել ինչ որ ընտրական սարդարապատ է Հայաստանի համար։ Այսինքն եւ մենք տեսել ենք, որ երբ որ մարդիկ շատ են գալիս ընտրությունների, իշխանությունները այնտեղ պարտվում են, որովհետեւ իշխանությունների ռեսուրսը անսահմանափակ չի, հա, եւ ինքը ունի մի թիվ, որից ավել անելու դեպքում արդեն երևալու է բացահայտ ընտրակեղծիքներ եւ այլն, այսինքն այդ ընտրակեղծիքները, որ ինքը անում է, որոշակի թաքնված բան կա, որը մենք չենք տեսնում կամ ինչ որ չի երևում, բայց դրանից ավել եթե ինքը փորձի անել, արդեն դա երևալու է, այսինքն դդոցոնը պետք է անես, այսինքն բացահայտ կաշառես եւ այլն, եւ Գյումրի օրինակը ինչով էր դա, որ իշխանությունների հաշվարկով Սարիկ Մինասյանի համար ապահոված ձայները բավական էր, որպեսզի ինքը դառնար քաղաքապետ, բայց երբ որ ընտրություններ եկավ 10,000
սովորականից 10,000 ավելի մարդ, հա, այստեղ Սարիկ Մինասյանը զիջեց, ինչի պատճառով, որովհետև իր այս ունեցած ձայները տոկոսանությամբ ենթալենք 50-ից իջավ 35%։ Որովհետև հույս են ունեցել, որ այդքան մարդ ընտրության պարզապես Եվ հիմա ապահովել, որ մարդիկ գան ընտրության, դա ամենակարևորն է եւ շատերը ասում են ինչ են ընդդիմադիրները միասին մի բանով չեն գնում, ընդդիմադիրները առաջարկում մեկ գաղափար, օրինակ, որ բոլորին միավորի, բոլորը պետք է փորձեն իրենց ընտրազանգվածը բերեն ընտրությունների։ Դա մեկ, օրենքի սահմաններում, դա անպայման ասենք, երկրորդը ընտրության եկողը պետք է քվեարկի այն բլոկի կամ կուսակցության համար, որը հնարավորություն ունի հայտնվել ազգային ժողովում, այսինքն այն պոտենցիալը եւ ի վիճակի է անցնել 4% կուսակցների դեպքում 8% դաշինքների, եթե իրենք կարծում կուսակցությունն եւ թե 4-ից ավել է, դա 10%, այսինքն քվեարկեն միայն այն անցողիկ ուժերի համար, որովհետեւ ձայն փոշիացնողներին, այո, այսպես ասած։ Ձայն փոշիացողները պետք է հասկանան, որ սա այն ընտրությունները չի, որտեղ դու կոպիարն ես անում կամ չէ մարքեթինգից առաջխաղացումով ես զբաղվում, դու կարող ես գնալ պայմանավորվել խոշոր բլոկի հետ, որի հետ չունես գաղափարական տարբերություններ գլոբալ առումով, ասես ընկեր ջան, ես տենց 1%-անից 2%-անից տղա եմ, աղջիկ եմ եւ պատրաստ եմ իմ ընտրողին բերեմ քո համար քվեարկի, դու էլ արդեն ցուցակում ինչ որ ներգրավի կամ բան, իմ կարծիքով այդ խոշոր խաղացողները որոշակի տեղեր կունեն այդ մարդկանց, ովքեր հասկանում են ինչ է իրականում այս ընտրությունները։ Եթե մենք տեսնենք, որ որոշակի ուժեր ամեն դեպքում շատ լավ հասկանալը, որ իրենք 1%-ից ավել կամ 2%-ից ավել հավաքող չեն, բայց ամեն դեպքում գնում են ընտրությունների, ապա մեծագույն հավանականությամբ կարելի այսքանից հետո կարելի ասել, որ այդ ուժերը ներդրված են Նիկոլ Փաշինյանի կողմից, որպեսզի փոշիացնեն ընդդիմության ձայները։ Սա պետք է լինի ընդդիմության հիմնական ստրատեգիան, պետք է բացատրել բնակչությանը, որ պետք է պարտադիր գալ ընտրությունների եւ պետք է բացատրել բնակչությանը, որ կարևոր չի դու ես ընտրում, բայց դու պետք է ընտրես այնպիսի ընդդիմադիր ուժ, որը հայտնվելու է parlamentum, որովհետև եթե դու փոշիացնել ես քո ձայնը, ձայնդ փոշիանացած գնալու է Նիկոլ Փաշինյանին։ Եթե այս երկու պայմանները կատարվեն, իմ կարծիքով եւ եթե ընդդիմությունը ճիշտ աշխատի, այս ժամանակահատվածում մենք հունիսի 7-ին կունենանք նոր իշխանություն։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը, հարցազրույցի հաջորդ թողարկումը երկուշաբթի է, հաջողություն։